Հունվարի 31-ին Նյու Յորքում Park Avenue Manhattan-ում կազմակերպված Unique Fashion Show-ում մեծ հաջողություն է գրանցել Աննա Հարությունյանի վերջին հավաքածուն։ Նկարչու գործերի հիմքում աշխարհն է, կրոնը, անհատը, տարբեր ազգերը իրենց ավանդույթներով եւ սովորություններով։ Նորաձևության ցուցադրությունից զատ նրա այցը Նյու Յորք նշանավորվել է մեկ այլ կարևոր իրադարձությամբ, մասնակցել է Artist Hate Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանն ու արժանացել տարվա արտիստ մրցանակին։ Նկարչուհին մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներին, նրա աշխատանքները պահվում են Վենետիկի, Գերմանիայի թանգարաններում։ Հենց այս թեմաների մասին էլ խոսելու ենք մեր այսօրվա շատ էքսցենտրիկ հյուրի հետ։ Եվ այսպես մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանին։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Նոր շունչ բերեցիք մեր տաղավար։ Մի տեսակ, այո։ Խնդրեմ, էլի չի երևում մեր այս դժգույն դժբախտ երևում է ձեր ոլորտը։ Այո, ես իսկապես սիրում եմ, երբ որ նկարչության, արվեստի ոլորտի մարդկանց, դու այսպես օրինակ դրսում, սրճարանում, դու տեսնում ես, որ այո, իրենք այլ ոլորտի ներկայացուցիչներ են։ Միշտ տենց եմ եղել, չգիտեմ, ինչ որ հատուկ բաներ չեմ անում, երևի իմ գլխարկն է միշտ տենց ինձ դավաճանում։ Չէ, ձեր զորքերը, այսպես մտակ ունենում ենք, որպես կին ինչ տարբերվող եք։ Խոսենք հունվարի 31-ի այդ կարևոր իրադարձության մասին։ Ինչպես եք մասնակցել, ինչ է կատարվել այդտեղ, ինչ պատասխանատվություն է դա ձեզ համար։ Ոյ, գիտեք, որ վերջերս եմ վերադարձել, դեռ հետ չեմ եկել։ Jet lag, հա, ինձ էլի բառեր։ Հաճելի բան է jet lag թողնի, հաճելի է։ Այո։ Եվ իսկապես կարելի է հպարտանալ դրանով։ Ես ուրախ եմ, որ 20 հագուստներով ներկայացրեցի Նյու Յորքի հենց կենտրոնում միջազգային ցուցադրության ժամանակ, չեք պատկերացնում, հատուկ երաժշտության տակ իմ հագուստները Անկամ մենք ենք հպարտանում, որ մեր հայազգի ներկայացուցիչն է հեղինակը, ուր մնաց դուք պես կհպարտանաք ու կուրախանաք դրանով անշուշտ։ Գիտեք, ես հին աշխարհը ներկայացրեցի, այսինքն այնտեղ Եգիպտոս, Հայաստան, տեսնում ենք Ասորեստան, տարբերվող է հարգելի հեռուստաընկերներ նայեք։ Ուրարտական դարաշրջանի, սա առաջի Մարթա Էյակը ոնց որ ինձ մոտ Նուսա ահռելի աշխատանք Ասորեստան, Բաբելոն, Եգիպտոս ու բոլորը այս աքսեսուարները որ տեսնում եք ես եմ անում, face art-ն եմ ես անում, մի խոսքով շատ Ինչքան ժամանակ եք պատրաստվել այս ցուցադրությանը, որովհետև ահռելի աշխատանքի է հետևում։ Դե գիտեք, այստեղ հագուստներ մի քանի հատ կա, որ իմ ոնց որ առաջի կոլեկցիայից են սիրված հագուստները, մի քանի հատ։ Մնացածը մի 12-13 արդեն նոր հագուստներն էին եւ պատկերացրեք բավական երկար ժամանակ, որտեղ լրիվ օտկոտյուրա, ինքը լրիվ ձեռքով սարքած, նկարած, կոլաժ, քարեր, այսինքն ինքը բարդ աշխատանք է։ Ինքը այնպես չի, որ վերցրեցիր կտորը կարեցիր ու վերջը հասկանում եք, այլ իսկապես ժամանակա պահանջում եւ նայեք տեսնում եք ես այս անգամ փորձեցի ես էլ մասնակցել շոուի մեջ Վենետիկյան կարնավալային այսպես ինչ կար։ Դե վերջում ես դուրս եկա եւ դա ֆուրոր էր իսկապես նորություններ, որ բոլորը գոռում էին բրավո, գիտեք, հաճելին նա է, որ դու երկիրդ ներկայացրեցիր ամենաբարձր լեվելով, ամենաբարձր մակարդակով եւ ես իսկապես շնորհակալ եմ Աստծուն, որ այդպես կարողացա Ես միշտ համեստորեն եմ սիրում խոսել, որովհետեւ դա գիտեք Աստված է տալիս այդ պահը եւ այդ հնարավորությունը եւ ես միշտ շնորհակալ եմ ինչ ասեմ, միշտ լարվում եմ, միշտ sense Չէ, մի լարվեք, միշտ sense որ հիշում եմ, որտեղ գիտեք մեկ դաժե հետո որ արդեն նայում եմ իմ շոուն, այն որ sense արդյունքները սա գալի։ Հա, իսկապես, դա շատ հուզիչ է, հա։ Մի խոսքով Ինչ ասեմ, այդքան բան կա ասելու աղջիկ, անկեղծ եմ ասում։ Մենք սիրով լսում ենք։ Մեկ որ sense խոսում, sense մոռանում եմ, հետո եմ հիշում, վայ, ես չասեցի։ Հա, իսկ օրինակ այդ award-ի համար մրցանակաբաշխությունը ինչպես է։ Այո, դա ընդհանրապես հետաքրքիր բան էր։ Դե ես մայիս ամսին անցյալ տարի
Փարիզում ներկայացա եւ էլի մի հատ ֆուրոր արեցի այնտեղ նորաձևության լավագույն բեմերում եք լինում։ Հա, դե մի քիչ թող ես համեստորեն եմ միշտ եւ հավատացիք, դրանից հետո ես հրավերք ստացա արդեն Նյու Յորք եւ ոնց էր կոչվում Art-Estate magazine-ը ցանկացավ իմ մասին շատ մեծ հոդված գրել 6 էջանոց, մի խոսքով գրեցին եւ դրանից հետո անցավ մի քանի օր, ինձ ասեցի մենք ուզում ենք քեզ ոնց որ նոմինանտ ես մեծ ամբողջ Ամերիկայից իմիջիալուց շատ պատվաբեր բան է Իդեպ ասեմ ստացավ Կոստանտին Օրբելյանը նաեւ Ամերիկայում որպես դիժոր, որպես իկոնը ոնց էր կոչվում icon of culture թե ինչ-որ sense բանով ինձ էլ տվեցին artist of the year, հա դա շատ պատվաբեր էր եւ շատ անակնկալ էր ինձ համար, որի համար անչափ շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ, որ մեր երկիրը պատվով եք ներկայացնում, այստեղ խոսքում են նաեւ թանգարաններում ձեր աշխատանքների ներկայացումից Վենետիկ, Գերմանիա, կխնդրենք մի փոքր անդրադառնանք դրանք մշտական ցուցադրություններ են թե ժամանակաժամանակ փոփոխվում են։ Ոչ միայն Գերմանիա եւ Իսպանիա, մենակ Իսպանիայում ես 5.500 տարվա արենի կոշիկներ նկարել, դա գիտեք որ թիվն էր 16-րդ թիվը, հա 2010 տարի առաջ։ Հա, փաստորեն, այդքան շուտ անցնում։ Եվ ես Հայաստանի կողմից նվիրեցի այդ գործը, եւ մեծ ցուցահանդես էր նաեւ, եւ պատկերացրեք դա էլ այնտեղ մի ճյուղ բացում արեցին եւ այլն։ Եվ հիմա նա постоянно экспозиция моя работа висит, հա։ Դա մշտական ցուցադրության հատվածներից է։ Նույնն էլ Վենետիկում, իրանց թանգարանում, Սուրբ Ղազար կղզում, հա, այնտեղ իմ գործերից կա։ Նույն ձևի Գերմանիայում, քանի որ ես Գերմանիայում սովորել եմ ակադեմիայում, այնտեղ հետո ապրել եմ, ցուցադրվել եմ եւ այսպես աշխարհի մարդ եք դուք։ Այս աշխարհի տարբեր ծագերում։ Ես մի քիչ կոսմոպոլիտ եմ, գիտեք, եւ իմ շոուների մեջ, եւ իմ նկարների մեջ ես փորձում եմ շատ լայնածավալ համամարտկային խոսքը տանել առաջ, հա։ Արվեստի շոուն նույնպես, այսինքն բոլոր այդ հին ազգերը, ոնց որ հին աստվածները, հնավուրց այդ մարդիկ ոնց որ կենթանացել են եւ միացել են մի գաղափարի շուրջ, մի Աստծո, հա, մի լույսի շուրջ։ Մի խոսքով որ ամբողջ շոուն տեսնեք, վերջում կտեսնեք այնտեղ այդ սպիտակ լույսերով, մոմերով շատ յուրահատուկ արեցի այս անգամ։ Եվ վերջում ես եմ դուրս գալու, բոլորին շուռ եմ տա։ Սա ես եմ։ Չեք պատկերացնում ինչքան հետաքրքիր էր։ Բեմադրությունն էլ եմ ես արի միջալուց։ Եվ ասեմ դες որ շատ քիչ ժամանակ կար բեմադրության համար էլ, մոտ մի 15-20 րոպե, պատկերացեք իմ վիճակը ներվային, որ անգլերեն լեզվով օտար ազգի մոդելներ, սև, սպիտակ, այն որ ասում տարբեր գույների, հա, մեկը կորեացիա, մեկը չինացիա, մեկը սևամորթա, բոլորին պետք է հավաքես, մի հատ բացատրես, դու ով ես, հա, ինչ դեր ես խաղում, ասում եմ դու բաննա հին աստվածտվույն ես, դու չգիտեմ առաջի կինն ես աշխարհի, մի խոսքով, այսինքն ես այնց մի հատ իրանց այդ աուրայի մեջ դրեցի, որ հավատացեք իրանք այդ երբ որ երաժշտությունը գնաց մտան, իրանք իր ամեն մեկը իրանց դերի մեջ, լրիվ իմպրովիզացիայով կարելի ասել, նույնիսկ իսա բոբիկ, մի խոսքով էլ են հին աշխարհի, ուզում էին համն հոտը մի քիչ բերել, այսպես ասած, իսկ հանդիսատեսը իրոք sense քարացած, sense հեռախոսները ծրդ եք դեք, չէ։ Հա, իսկապես շատ բան է։ Իմիջիալուց Նյու Յորքի հետ նաև զուգահեռ ես ցուցահանդես բացեցի երեխաների, չգիտեմ տեղյակ եք թե չէ։ Ոչ, դուք մեզ կպատմեք։ Քանի որ միջազգային փառատոնի ես համանախագահն եմ Universe Art International Festival, ես եմ ու այդ Գարգի Անջումյանը, նո արդեն վաղուց ենք մենք այդ շատ մեզ մոտ սիրված լայնածավալ փառատոն է եւ զուգահեռ դեսպանատան հետ հայ առաջնորդարանում բացեցինք մեծ ցուցահանդես մոտ 70 նկար ամբողջ Հայաստանից, Եվրոպայից էլ ունենք հայ երեխաների
դա էլ մի հատ հրաշալի ձևով անցավ, այսինքն ոնց որ մի քանի հաջորդ անգամ հյուրընկալելու ձեզ այդ խմբով այդ թեմայի շուրջ թերևս։ Իդեպ արժի, որտեղ շատ հրաշալի երեխաներ են ամբողջ Հայաստանից լավագույն, չեք պատկերացնում ինչ ֆուրոր եղավ, որ հայրը չէին սպասում, մտածում դե երեխաների աշխատանքներ, այնց փոքրիկ։ Ինչ պիտի անեն։ Հա, եկան, զարմացան, մի խոսքով դեսպաններ ընդ է, շատ պատվավոր հյուրեր եւ այլն, հենց անմիջապես իմ շոուից հետո։ Մի խոսքով պատկերացեք, սենց լայնածավալ, բայց դրանից առաջ էլ նաեւ շոուի օրը փոքրիկ ցուցահանդես էլ արեցի մեր հայ նկարիչներին, նաեւ իմ աշխատանքների, որոնք Լոս Անջելեսից էին եկել։ Այսինքն ոնց որ 4 պրոյեկտ միանգամից դրա համար սենց ջետ լաբորը մնացել եք ոնց գեր հոգնած ես ամեն անգամ որ մի երկիր գնում եմ միանգամից մի քանի պրոյեկտը որ ալարում եմ մի քանի հասել մանավանդ Ամերիկա այսքան հեռու թռնել բայց դե Նյու Յորքը իհարկե խենթ քաղաք է այդ առումով բայց մեկը ուր էլ գնամ մեկը ես իմ Հայաստանն եմ սիրում հավատացեք ես հավատում ենք մենք էլ ենք այդպես հա իսկականից ես որ աշխարհի ծերն էլ գնում եմ միշտ այն արդեն գիտեք վերջի օրերը հաշվում եմ շուտ հասնեմ Երևան ինձ ասում են այ մարդ Իտալիայում ես Նյու Յորքում ես Ֆրանսիայում ես քո համար ասում չէ չեմ կարող չեմ դիմանում ես պետք է գամ իմ Երևանը վատա լավա ես սիրում եմ Հայաստանը ես միշտ եմ դա ասում ու հորդորում եմ բոլորին Հա, գնացեք, մանեք, պրոյեկտներ արեք, աշխատեք, ինչ ուզում եք արեք, այդ ամբողջը բերեք Հայաստան, հասկանում եք, ու վայելեք հանգստացեք Երևանում, կամ նո Հայաստանում նկատում եմ։ Թե չէ տեսնում եմ, ասեն, գնում են, թողնում են Ամերիկա, օտար ինչ որ ճանապարհներ, մի խոսքով թեմայից չեմ ուզում շեղվել, բոլոր դեպքերում բոլորս ամեն մեկս իր ասպարեզում, եթե կարողանա այսպիսի մեծ հաղթանակներով, գեղեցիկ բաներ ավելի մեծ գործ է Հայաստանը, բայց չեք պատկերացնում դա ինչքան հպարտություն է։ Դեսպաններ։ Ոնց որ դեսպան, հա։ Ես միշտ ասում «Я посол Արմենիայի»։ Գիտեք, թեկուզ քո խոսելով, քո հագնվելով, ամեն ինչը նկատի ունեն, հա։ Այսինքն մարդիկ դե չեն ճանաչում Հայաստանը, շատերը կարող չեն լսել։ Հա, բայց որ տեսնում են, Հայաստան։ Սահմանապահին երբեմն ասում ես, որ երկրից Հայաստան ուզում են հասկանան դու որ երկրից ես եկել հասկանան կա երկիր։ Արմենիա, շատ անգամ խառնում են Ռումինիա, չէ, դա շատ ցավալի բան է, բայց կան իհարկե գրագետ մարդիկ միշտ որ ասում են Հայաստան, գիտեք, շատ դեպքում ասում ռեսպեկտ, հա, այսինքն ու դու լավ ես քեզ զգում, այո։ Իհարկե։ Բոլոր դեպքերում փառք Տիրոջը։ Իսկ ինչ գործունեություն եք հենց այստեղ ծավալում, քանի որ մենք այսպես նախաբանը եղավ մրցանակաբաշխություն, ձեր ցուցադրությունում Հայաստանում ինչ գործունեություն եք ծավալում, այո։ Նկարիչը ինչ է անում։ Բայց նկարիչը ամեն ինչ պետք է անի, կարծում եմ, այն իմաստով, որ նախ ես դասավանդում եմ արվեստի դպրոցում Քրիստոֆոր Քուշնարյանի, նու արդեն քանի տարի է, չեմ էլ հաշվել 15 տարուց ավել, սիրում եմ շատ երեխաներին, 5-ից մինչև 16-17 տարեկան երեխաներ են, նու իրանց հետ մի հատ ուրիշ աշխարհ է, չէ՞։ Մտնում ես արդեն դասարան, դպրոց, թռնում են ուրախ, երջանիկ, դու էլ իրանց հետ երեխա ես դառնում, հա, ու դա շատ կարևոր է։ Միշտ մարդը պետք է իր այդ ներքին աշխարհը մաքուր պահի, էս մոլորակում շատ դժվար է, չէ՞, էս մաքուր մնալը կոպիտ ասած, հա, այդ հոգեկան վիճակը։ Եվ այդ երեխաների հետ շփվելը դա ինձ համար մի հատ ուրիշ աշխարհ է։ Բացի դրանից, բնականաբար դե փառատոնը շատ տարին 2 անգամ է, ինքը շատ պատասխանատու, շատ լայնածավալ փառատոն է, եւ եմ հրասվում մեկը վերջանում է, մյուսն արդեն հա սկսվում, եւ ես միշտ ներկայացում տարբեր երկրներում, Հունաստան, Արգենտինա, հիմա Փարիզում է լինելու շուտով, այսինքն փորձում եմ հայ արվեստը մանավանդ եւ մեծահասակների եւ այսպես հա ներկայացնել աշխարհում։ Բացի դրանից ես նաեւ կուրատորն էի միջայլուց ամառը Իտալիայում ներկայացնում էի Բիենալե միջազգային, որի կուրատորը ես էի, ու ի դեպ հաղթողներից մեկն է ես էի նայել։ Դա անկախ ամեն ինչից, որ ես կուրատոր եմ, եւ ունենք նույնպես նկարիչներ, որոնք բարձր դիպլոմներ ստացան, նույնպես, նու ասեմ, մեզ մոտ մեր շատ հայտնի ճանաչված նկարիչներն էին նաեւ մասնակցում, անունները չասեմ, որովհետեւ եւ
Ամերիկայից հրավիրեցի եւ Անգլիայից, Գերմանիայից, Հայաստանից, բոլորին միացրեցի, չէ, Իտալիայում, հենց Ռոմում։ Հայազգին այև այո, հայազգի, այո, ես կուրատորն էի եւ շատ ճոխ Պլացո Վալենտինիում էր դա անցկացվում եւ էլի դա կառավարական շատ մեծ մակարդակով է եւ մեծ հպարտությամբ այո ես հաղթողներից մեկը նաեւ դարձա ու գիտեք հետո որ եկա այդքան հոգնած է որ հավես չունեի գնալ ծելեներով խոսեի ու թերթերում բաներում գրեցին ասի հերիք է բավական է կարծում եմ դա մի խոսքով դա էլ առիթից օգտվեմ ասեմ որ դրանից առաջ է Հունաստանում էինք երեխաների հետ որտեղ որ Հայաստան մի խոսքով շատ են որ իրար վրա պրոյեկտներ հարցեր իսկ որպես Հայաստանի վաստակավոր նկարիչ, ինչպես ասեցիք, միշտ պետքա դու ստեղծագործես, նկարես, միշտ կրեատիվ լինես, ճիշտ է, ժամանակը մի քիչ սահմանափակվում է, չես կարող տենց, բայց անդադ մտքումդ իդեաներն են, էսկիզներ, այսինքն անդադ փնտրտուքների մեջ, սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, երկրները, հին աստվածներ, պատմություններ, հա, այսինքն ամբողջ այդ հին աշխարհը, որտեվ դա իմն է։ Ես ոնց որ մեկ-մեկ զգում եմ ոնց որ մի կտոր ընդեից եմ ոնց որ։ Հա, ասենց մեկ-մեկ ասում կարող է ես։ Նախկինում ես աստված եմ եղել, աստվածը չէ, բայց ասենք ինչ որ sense անդադ կանչվում է այդ աշխարհը ու իմ մոնումենտալ նկարչության մեջ էլ է տենց էլի այդ մոնումենտալ 3-4 մետրանոց նկարները, ասենք այդ ուրարտական դարաշրջանը, ժառապատկերներ, միշտ այսինքն սիրում եմ այդ թեման։ Ձեզ այսպես ստեղծագործական բուրըն տարի, գարուն ենք ցանկանում, այսպես շատ գուներ ձեզ նման գեղեցիկ օրեր ու շնորհակալ եմ սիրելիներս, շնորհակալ եք մեզ հյուր գալու համար, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ դիտելու համար, բոլորիդ մաղթում ենք այսօր աշխատանքային շաբաթվա վերջին օրվա այսպես բեղուն ընթացք եւ լավ հանգստյան օրեր։ Շարունակեք դիտել Կենտրոն հեռուստաընկերության եթերը։